On this vote, the yeas are 60 and the nays are 40. Տևական բանակցություններից հետո ԱՄՆ 8 դեմոկրատ սենատորներ 3 համաձայնել են հանրապետականների հետ եւ կողմ քվեարկել օրինագծին, որը կարող է վերջ դնել երկրի պատմության մեջ ամենաերկար, արդեն 40 օր տևող շատդաունին, որի հետևանքով 100 հազարավոր ամերիկացիներ են տուժում։ Օրինագիծը նախատեսում է հաստատել կառավարության ֆինանսավորումը մինչև հունվարի 30-ը, դեկտեմբերին փոփոխել ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը եւ ներառել 3 տարվա հատկացումների օրինագծերի փաթեթ, երկարացնել սուբսիդիաները, որոնց շնորհիվ ցածր եկամուտ ունեցողները կարողանում են օգտվել մասնավոր ընկերությունների առողջապահական ապահովագրությունից, որոնց ժամկետը լրանում է տարեվերջին։ Գործարքով կարգելվի նաեւ մինչև հունվարի 30-ը աշխատանքից ազատել դաշնային աշխատակիցներին, իսկ նրանք, ովքեր տուժել են շատդաունից, փոխհատուցում կստանան։ The motion upon reconsideration is agreed to. Երեկվա քվեարկությունը կառավարության գործունեությունը վերսկսելու ընթացակարգային առաջին քայլն է, եւ եթե սենատը վերջնականապես ընդունի օրինագիծը, այն պետք է հաստատի նաեւ ներկայացուցիչների պալատը, նախքան նախագահի ստորագրմանը ներկայացվել է։ Կուսակցության ղեկավարությանը դեմ գնացած եւ օրինագծին կողմ քվեարկած դեմոկրատներից Անգուս Քինգն ասել է, որ եթե չհամաձայնեին, ապա վիճելի այս հարցերի շուրջ բանակցելու որևէ այլ հնարավորություն չկար։ We are closer to the possibility. Հիմա ավելի մոտ ենք բժշկական ծառայությունների մատչելիության մասին օրենքի հարկային արտոնությունների վրա աշխատելու հնարավորությանը, քան 3 էինք, այնպես որ այսօրվա համաձայնությունը հաղթանակ է ամերիկացիների համար։ This agreement tonight is a win for the American people. Դեմոկրատ սենատոր Թայմ Քեյնն էլ ասել է, որ այս գործարքի շնորհիվ դաշնային աշխատողներն այժմ երաշխիք կունենան, որ հոկտեմբերի 1-ից չեն կրճատվի եւ դժվարին իրավիճակում չեն հայտնվի տոներին ընդառաջ։ That's a big win for 2 million. Սա մեծ հաղթանակ է 2 միլիոն դաշնային աշխատակիցների համար եւ այլ գործոնների հետ միասին, ինչպիսիք են բյուջետային հատկացումների օրինագծերը եւ երաշխիքը, որ կփոփոխենք բժշկական ծառայությունների մատչելիության մասին օրենքը, ինձ ստիպեցին միանալ եւ ասել, այո, մենք կարող ենք դա անել։ That made me sign on and say, yes, we can do it. Ըստ Reuters-ի, երբ Սենատը երկուշաբթի վերսկսի աշխատանքները, հանրապետականները կփորձեն երկուսակցական համաձայնության հասնել, շրջանցելու կանոնակարգը եւ արագ անցնելու քվեարկությանը։ Այլապես օրինագծի վերջնական ընդունման համար կարող է ամբողջ շաբաթ պահանջվել։ ԱՄՆ նախագահն իր հերթին ասել է, թե կարծես մոտ են շատդաունն ավարտելուն, սակայն կրկին սպառնացել է։ Երբեք չենք համաձայնի որևէ գումար տրամադրել մեր երկիր մտնող իսկական բանտարկյալներին, անօրինական ներգաղթյալներին եւ կարծում եմ դեմոկրատները հասկանում են դա։ And it looks like we're getting close to the shutdown ending. Թրամփը նաև սոցցանցում քննադատել է սուբսիդիաները, ասելով, թե դրանք հավելյալ եկամուտ են ապահովելու ապահովագրական ընկերություններին եւ աղետ են ամերիկացիների համար։ Նա պահանջել է, որ այդ միջոցներն ուղիղ փոխանցվեն անհատներին ինքնուրույն ապահովագրություն գնելու համար։ Ֆինանսների նախարարն ասել է, որ շատդաունի առաջին օրվանից նկատելի է տնտեսության վրա դրա ազդեցությունը, սակայն ըստ Սքոթ Բեսենթի օրեցօր այն ավելի է սաստկանում։ Վերջին 2 եռամսյակում նախագահ Թրամփի օրոք տնտեսական հրաշալի ցուցանիշներ են ունեցել եւ այժմ կան գնահատականներ, որ այս եռամսյակի տնտեսական աճը կարող է կրճատվել կիսով չափ, եթե շատդաունը շարունակվի։ Շատդաունի հետևանքով շաբաթներ շարունակ չեն վճարվում նաև օդային երթևեկության կարգավարները։ Արդյունքում բազմաթիվ չվերթներ են չեղարկվում կամ հետաձգվում։ Օրինակ կիրակի օրը չեղարկվել ավելի քան 2700 եւ հետաձգվել ավելի քան 10000 չվերթ, ինչը մեկ օրում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է շատդաունի ընթացքում։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ եթե շատդաունը շարունակվի, ապա մինչև գոհաբանության տոնը չվերթներն էլ ավելի կնվազեն։ Տոնի մոտենալուն զուգահեռ կարծում եմ տեղի կունենա հետևյալը՝ օդային ճանապարհորդությունները նվազագույնի կհասնեն։ Կարծում եմ օդային երթևեկության կարգավարներից քչերը կգան աշխատանքի։ Սա նշանակում է, որ կլինեն քիչ թռիչքներ։ Axios-ի տվյալներով շատդաունի պատճառով ԱՄՆ-ն նաև դադարեցրել է զենքի վաճառքը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին եւ Ուկրաինային, քանզի մատակարարումները վերահսկող պետդեպարտամենտի աշխատակիցներն ուղարկվել են չվճարվող արձակուրդի։